Ապրիլյան պատերազմի այս 7 հերոսների մտքով երբևէ չի անցել, որ մի օր կդառնան նաև ավանդական խաչադրման արարողության հերոսները, խաչքավորները։ Մարտում ոտքերը եւ աջ ձեռքը կորցրած Մայր Ստեփանյանի համար պահը ազդեցիկ էր։ Մեզ համար մեծ անակնկալ է, նաև շատ մեծ պատիվ, որ պետք է հանդիսանան խաչքավորներ։ Ավանդույթի համաձայն նախորդ տարվա խաչքավորները բերեցին քրիստոնեության 1717-րդ խորհրդանիշը Սուրբ Երրորդություն Խորան հաղորդարանի մոտ եւ հանձնեցին խաչքավորներից ավագին։ Հակառակորդի դիվերսիոն խմբի ջախջախում այսպես է մեկնաբանում իր կյանքի ամենակարևոր դրվագներից մեկը ապրիլյան պատերազմի 20-ամյա հերոսը։ Ուրախ ենք, որ այսօր բոլորը մեզ հիշում են, գնահատում են մեր արած գործը, հիշենք միշտ մեր ընկերներին, մեր նահատակ ընկերներին։ Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, նախորդ տարվա խաչքավոր Արմեն Երիցյանի հուշաքարն այսուհետև ընդմիշտ կլինի Սուրբ Խաչի կողքին։ Պատահական չէ ընտրված անգամ այս վայրը Երևան-Ապարան խճուղու 33-րդ կիլոմետրի վրա է գտնվում այս Սուրբ Խաչ հուշարձանը, որը խորհրդանշում է Քրիստոսի տարիքը։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հանդիսապետությամբ խաչի օծումից հետո հոգևորականների եւ ժողովրդի ուղեկցությամբ այն ամրացվեց Սուրբ Խաչ հուշարձանի վրա։ Այսօրվա խաչադրման արարողության բուն խորհուրդը նվիրվում է հայ զինվորին, որովհետև առանց հայկական բանակի, առանց մեր նվիրյալ զինվորների անկարող պիտի լինենք պաշտպանել մեր սեփական երկիրը։ Խոնարհումով պետք է վերաբերվել բոլոր հերոսներին, ասաց Ապարան հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը, որի նախաձեռնությամբ էլ ստեղծվել է այս համալիրը։ Այս տարի իմաստավորվել է խաչքավորի կերպարը հայոց զինվորի մեջ։ Ընտրեցինք այն 7 խաչի քավորներին, որոնք այսօր արտահայտեցին հայոց զինվորի ընդհանրական կերպարը։ Միջոցառումն ավարտվեց տոնախմբությամբ։ Աննա Զալինյան, Վաչագան Պետրոսյան, օրակարգ։